Ja, meine Damen und Herren. Տիկնայք և պարունայք, ողջունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բարի գալուստ Բեռլին, ուրախ եմ սիրելի Նիկոլ, որ այսօր մենք հանդիպում ենք, սա ևս մեկ անգամ շեշտում է մեր վերջին տարիների մեր երկրների լավ հարաբերությունների դինամիկան, այս տարվա մայիսին Դաշնային նախագահը Հայաստանում էր, առաջին անգամ Գերմանիայի նախագահ այցելեց Հայաստան։ Ես էլ հավանաբար առաջիկայում կլինեմ Հայաստանում 26 թվականի մայիսի 4-ին Եվրոպական համայնքի գագաթաժողովն է Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու հյուրընկալողը Հայաստանում, սա իմ օրացույցի բաղկացիչ մասն է և մեր համագործակցությունը սերտորեն շատ կարևոր է այս անհանգիստ ժամանակներում, ինչը վերաբերում է նաև ձեր տարածաշրջանին, սրտանց շնորհավորում եմ պարոն վարչապետ, որ ձեզ և Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ, դա մեծ գործ է և Դաշնային կառավարությունը մշտապես այս հարցում աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին և ուրախ եմ մարտին համաձայնության համար և Վաշինգտոնում օգոստոսի նաև տրանզիտային և երթուղիների հետ կապված համաձայնությունը, սա բարեկեցության, խաղաղության և զարգացման համար շատ կարևոր է Հարավային Կովկասի համար, սա շատ դրական ազդակ է, որը այս տարածաշրջանից անդին է հասնում և քաջալերում եմ ձեզ հաջորդ քայլերը կատարել, մնացյալ հարցերը լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև մեր տետատետ հանդիպման ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում։ Տիկնայք և պարոնայք, այսօր այս իմաստով, այս համատեքստում մենք ստորագրեցինք Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրագարկի հռչակագիրը, մեր երկու երկրները աշխատում են բոլոր ոլորտներում, Երևանում կբացվի Գյոթե ինստիտուտ, բուհերն են համագործակցում քաղաքները և ուրախ եմ, որ այս պահին Գերմանիայում բացվում է մի քանի Թումո կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական եղանակով ճանաչում են նորարար տեխնոլոգիաները, ինտենսիվացրել ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում, գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը և Հայաստանը կարևոր են Ասիայի և Եվրոպայի միջև որպես հանգուցային կետ։ Եվ մեր ներուժը պետք է մեր երկրների միջև օգտագործենք, այդ բանի համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ և խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն, գերմանական ընկերությունները, ինչպես ձեզ ասեցի, նրանք հայտնի են, որ մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնովին ուսումնասիրում են այդ վայրը, փոքր և միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի և վստահելի գործընկերներ են, երբ որ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում։ Այդ պատճառով ռեֆորմները շատ կարևոր է, որոնք տեղի են ունենում Հայաստանում, դրանք շատ դժվարին են, մենք գիտենք նաև մեր գերմանական փորձից և վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը։ Տիկնայք և պարոնայք, վարչապետ Փաշինյանը ինձ ասաց, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման մասին, ժողովրդավարության բարեփոխումների մասին, երկրի և հասարակության մասին, որը ուզում է խաղաղ ապրել իր հարևանների հետ և բարեկեցություն կառուցել։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի ունենալու Հայաստանում և խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության
թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ գրում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սարմանել Եվրամիության հետ եւ արևմուտքի հետ սերտացման հարաբերությունների մերձեցման մասին եւ սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին, սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել եւ ապակայունացնել իրավիճակը, դա տեղի ունենալու իհարկե տեղի ունենում Ուկրաինայում նաեւ, որ տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով եւ վերջում ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ ագրեսիոն պատերազմը պետք է կանգ առնի, կանգնեցվի եւ այս օրերին մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի արդարացի եւ երկարատև խաղաղություն հաստատվի, Գերմանիան հստակ ուղեգիծ ունի առանց Ուկրաինայի ու առանց եվրոպացիների հնարավոր չէ իրենց մասին որոշում կայացնել եւ պարտադրված թելադրված խաղաղություն չպետք է լինի Կիևի համար։ Տիկնայք եւ պարոնայք, այս կոնտեքստում մենք խոսել ենք մեր ծրագրերի մասին, ինչպես կարող է Գերմանիան նպաստել դիմակայունությանը Հայաստանի։ Մեզ համար ինքնաբերաբար պարզ է, որ մենք ցանկանում ենք օգնել հիմնական հարցերը, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, ամրացնել անվտանգությունը Հայաստանի ավելի լայն օրակարգով։ Շնորհակալություն պարոն վարչապետ ձեր այցի համար Բերլինում, շնորհակալություն լավ համագործակցություն եւ ուրախ ենք, որպեսզի ավելի շարունակենք, ավելի խորացնենք մեր համագործակցությունը։ Շնորհակալ եմ շատ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեծարգո դաշնային կանցլեր, հարգելի ներկաներ, ուրախ եմ այսօր պաշտոնական այսով հյուրընկալվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ Այս այցը իրավի պատմական է, քանի որ այսօր Հայաստանի եւ Գերմանիայի միջև հարաբերությունները թևակողում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի եւ Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության եւ մեզ միավորող արժեքների, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա։ Դաշնային կանցլեր Մերցի հետ գոհունակությամբ արձանագրեցինք վերջին տարիներին Հայաստան-Գերմանիա համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության բնագավառներում։ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ կայուն զարգացմանը, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բերլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքներով։ Դաշնային կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է Եվրոպական միությունում առաջինը, եւ մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմամբ։ Կարևորեցին Գերմանիայի հետ ակտիվորեն զարգացող համագործակցությունը կրթության եւ գիտության բնագավառում, այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում, երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն եւ գեներացնելու նորարարական գաղափարներ։ Դաշնային կանցլերի հետ հանգամանալից քննարկում ունեցանք միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, համակարծիք ենք, որ աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող եւ հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների առավել համակարգված եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ապրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը։ Իմ այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացված տնտեսական կապերի ստեղծմանը եւ ամրապնդմանը։
Այս առումով մեծ հույս ունեմ, որ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում մեր երկրում ներդրումներ անելու, ինչպես նաեւ հայաստանյան գործարարների հետ համագործակցությունը ակտիվացնելու համար։ Գործընկերոջս ներկայացրել եմ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները, շնորհակալություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման նոված ջանքերին Գերմանիայի աջակցության համար։ Ներկայացրեցի նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները եւ այդ առումով խաղաղության խաչմերուկ նախագծի, ինչպես նաեւ Թրիպուղի հաղորդակցության ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարեւորությունը։ Վստահ եմ, որ մեր այս նախագծերը կարևոր հանգույց կդառնան միջին միջանցքի համար, որը Գերմանիայի համար նույնպես ունի մեծ կարևորություն։ Հարգելի ներկաներ, մեծարգո պարոն կանցլեր, Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։ Այս առումով երկուստեք գոհունակությամբ արձանագրեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի առաջընթացը, ինչը վերահաստատում է Հայաստանի կառավարության հանձնառությունը ամրապնդելու Եվրոմիության հետ մեր բազմավոլորտ գործընկերությունը։ Հայաստանում նոր թափ հավաքող եւ վերաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտից նաեւ արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ եւ երկարատև ճանապարհին։ Գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ ուրախ եմ, որ պարոն կանցլերը արդեն ընդգծեց հաջորդ տարի Երևան այցելելու իր պլանների եւ հնարավորության մասին։ Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Մերձ, ամփոփելով պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ բազմավոլորտ ընդգրկում ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր լիցք եւ որակ հաղորդել մեր գործընկերությանը, իշահ մեր բարեկամ ժողովուրդների եւ պետությունների։ Շնորհակալ եմ։